Պարոն Վարդանյան, Սահմանադրական դատարանն իր որոշումը հրապարակեց և լեգիտիմ է համարում այս իշխանությանը։ Ձեր արձագանքը։ Իսկ ով էր հույս փայփայում, որ Սահմանադրական դատարանը պետք է որոշում կայացներ, որ լեգիտիմ չի։ Ամենաառաջինը։ Երկրորդը մեր արձագանքը Սահմանադրական դատարանին, ընտրված չակերտավոր իշխանությանը մեր արձագանքը այս բողոքի ակցիայով մենք արտահայտել ենք։ Եվ եւս մեկ անգամ հորդորում եմ Հայաստանի Հանրապետության մտահոգ քաղաքացիներին, ովքեր որ հույս են փայփայում Նիկոլի արդարության, Նիկոլի արդարադատության վրա, չարաչար սխալվում եք։ Ժողովուրդ, դուք ձեր վրա պետք է հույս դնեք եւ ամեն մեկը ձեր համար պետք է պայքարեք։ Ձեր պետության համար, ձեր լեգիտիմության համար, ձեր բարեկեցիկ կյանքի համար դուք պետք է պայքարեք։ Մինչև դուք չպայքարեք, մինչև դուք անձամբ չզբաղվեք այդ հարցերով, չհավատակ, որ ինչ-որ մի արդարադատական ատյան կամ ինչ-որ մի ղեկավար, ինչ-որ մի իշխանություն ձեր մասին մտածելու է։ Ասել եմ եւս մեկ անգամ ասում եմ։ Մենք անցել ենք 5 հռոմեական կարգերի, հարկահավաքություն։ Պետությունը, պետական մարմինը զբաղվում է հարկահավաքությամբ։ Ինքը հավաքում է ձեզանից հարկերը, անուն դնելով ասֆալտ եմ անում, անուն դնելով չգիտեմ ինչ եմ անում, եւ այդպես ձեզ բերում է հասցնում է մի փակուղու առաջ։ Պարոն Վարդանյան, ինչ եք կարծում, ընդդիմությունը ինչ որոշում կկայացնի, վերջը մանդատները կվերցնի, թե չէ, կամ շատերը կարծում են, որ փողոցային պայքար կսկսվի, ինչ կասեք։ Ընդդիմության տեղը ես չեմ կարա որոշում կայացնեմ, չեմ կարա իրանց մտքերը արտաբերեմ, եթե մենք լինեինք երկրորդ տեղը ձայն հավաքած, բնականաբար մենք հենց ամսի 7-ից փողոցային պայքարը կսկսեինք եւ դա կշարունակեինք մինչեւ հասնեինք արդարության, հանգուցալ ուսմանը։ Ներկա պարագայում ես կարամ ասեմ համահայկական ճակատ կուսակցության անունից, որ այո, մենք փողոցային պայքարը սկսել ենք դեռ շուտ, ամսի 11-ից մենք այս կարգավիճակում ենք եւ հորդորում ենք մնացած բոլորին մասնակցել, միանալ, համատեղ ուժերով փորձենք արդարությունը վերականգնել։ Ես եմ շնորհակալ։